Ոչ ստանդարտ վիճակներում ասում են բարի երեկո, եթերում Մերշենը ծրագիրն է։ Գյուղացիներից յուրաքանչյուրի մոտ օրը յուրովի է սկսում, ոմանք օրը սկսում են անասունները հանդ ճանապարհելով, ոմանք ստացված կաթը մշակելով, ոմանք էլ աշխատանքային օրը սկսում են հենց բանջարանոցում։ Ինձ տակրի է ձեր աշխատանքային օրը ինչով է սկսվում։ Առավոտ շուտ վեր եք գնում, առաջի երթին նախաճաշ։ Ի տարբերություն քաղաքների գյուղում օրը շատ ավելի վաղ է բացվում։ Հա, այո։ Եթե մենք աշխատանքի ենք գնում առավոտյան 9-ին, երևի ձեզ մոտ աշխատանքը շատ ավելի շուտ է սկսվում։ Հա, մեզ մոտ արդեն սկսվում է ժամի 7-ից։ 7-ին պետք է վեր գնաս, որ հասցնես մինչև ժամի 9 տան գործերը մի քիչ վերջացնես, քանի որ գյուղը զբաղվում եք նաև անասնապահությունով։ Գյուղում լսեցի, որ դուք հենց առավոտյան զարթնելուն պես միանգամից իջնում եք բանջարանոց։ Եվ այսպես կարող է շատ հաճախ տևել մինչև օրվա վերջ, ասենք, բանջարանոցում աշխատել։ Բանջարանոցում, հա, ես երևի թե ամեն օր, բացի անձրևոտ օրերից, ամեն օր լինում եմ։ Ինձ համար հետաքրքիր է եւ նայում ես, թե բույսերը ինչպես են աճում, ինչ հետաքրքրությամբ են աճում, նրանց ցանել, մշակել։ Լինում է տարի բերքել չի լինում, մեկը զբաղվում ենք։ Աշխատանքի արդյունքը նկատելի է, գրեթե անելու բան չկա այստեղ այսօրվա դրությամբ։ Հա, այսօրվա դրությամբ սոխացանված, արդեն մաքրած է, մեկ անգամ այլ հələ պարարտանյութ եմ տվել։ Դե սպասում ենք բերքի, բերք կլինի, չի լինի։ Հիմա էլ կարելի է այս բերքը օգտագործելի է, ամեն վիճակում էլ սոխը օգտագործում է, թե կանաչ, թե գլուխ սոխը, այնքան որ հետաքրքիր էլի զբաղվել։ Նաև գյուղում չունենալ տնական արտադրանք, տեղական արտադրանք, դա արդեն սխալ էլի։ Կամ էլ պարապսաղորն ասես ինչ անես, աշխատանքդ վերջացրել ես, տան աշխատանքը, գործը վերջացրել ես, կարած քո ազատ ժամանակը անցկացնես քո տնամերձ հողամասում, ցանել տարբեր տեսակի կուլտուրաներ, նամանավանդ ես շատ սիրում եմ օրինակ վարդեր, ծաղիկներ, նույնիսկ այս հողամասում արդեն մի քանի հատ վարդ եմ աճեցրել, արդեն բացված են, շատ հետաքրքիր է։ Նոր տնկված ծառեր եմ տեսնում, նույնպես ձեր աշխատանքի արդյունքն է։ Այս ծառերը մեր տղան է տնկել, արդեն երկրորդ տարին է, մշակում ենք եւ գնամ, սպասում ենք բերք կտանի երևի։ Եթե բերքել չտան, գեղեցիկ է, այո, նայում ես, ճիշտ է, ոչ բոլորն է մշակված, բայց ոչ չելի։ Կամաց կստեղծենք, արդեն երկրորդ տարին է, այս հողամասում, որ աշխատում եք, նոր եք սկսել։ Դե ծառերը հլա փոքր են, հլա։ Ինչ եք ցանում սովորաբար այստեղ։ Այստեղ ցանում ենք սովորաբար լավ բերք տալիս պամիդորը։ Անցյալ տարի հավաքել եմ 1 տոննայից ավել պամիդոր։ Հա, հարևաններին բաժանել եմ, հա, լավ օգտագործել եք, մի մասն էլ հələ մնացել է չեք հասցրել հավաքեք։ Անձրևների պատճառով մնացել է։ Այս տարի լավ երևում է, որ սոխը, կարտոֆիլը լավ կլինի։ Անցյալ տարի, քանի որ ջուրը պակաս է եղել, անձրևոտ չի եղել, կարտոֆիլը բերք չի տվել։ Հադրութի շրջանի Մայրամաձոր համայնքի կին ղեկավարի համար բանջարանոցում մի քանի ժամվա աշխատանքը լավ մեկնարկի աշխատանքային օրվա համար։ Հետո նոր գյուղամեջ, գյուղապետարան, գյուղի խնդիրներ ու զարգացման ծրագրեր։ Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղը գտնվում է մայրաքաղաքից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա, ունի 262 բնակիչ։ Համայնքի ղեկավարի հետ գյուղամեջ բարձրացավ նաև մեր նկարահանող խումբը։ Ակտիվ եռուզերն այստեղ նկատելի է։ Ինչպես եք ապրում գյուղում, ինչով եք զբաղվում։ Դե ցաներ թոշակառու մարդը մեջը թոշակում սամ, թոշակառում։ Գյուղամազ մոտ ես մեկ։ Այո։ Ազակով։ Ինչ կպատմեք մեզ գյուղի մասին։ Մեր գյուղը լավ գյուղ է, շատ լավ գյուղ է, շատ հիանալ գյուղ է։ Մեր գյուղում 10 տղալացնես երկու աղջիկ։ Դոկտորուշան, մեր գյուղում է տղեկ գլբալն աղջկան դե դաղմարը։ Ասում են մեծ գյուղ է եղել, բնակչությունն է նաև շատ եղել գյուղի։ Գյուղը բնակչություն միջև որ ցերոխտար աշխուն շատ գյուղում։
Հիմիկ ջուղը մեծ ջուղն դա գողունա, թերապի ջուղնա։ Դա ուժի ավերնիը մխտասունավելական։ Գյուղը ինչ խնդիրներ ունի այսօր։ Գյուղը խնդիրներ շատ ունի, բայց բոլոր խնդիրները կարող է կատարեցնել չի։ Գյուղը խնդիրն ավեր մեր գյուղը մեծ տրանսպորտ չունի։ Գյուղի ավակ ծերունն եք, ինչ ավանդույթներ ունի Մայրամաձորը։ Հարևան գյուղերից նրանով տարբերում վեր մեր գյուղը միասնական են, բոլորը միասին են, իրար հետ ոնց որ ասած հարաբերություն են լավ է։ Մայրամաձորը շրջանի 5 գյուղերից է, հարուստ է ինչպես ավանդույթներով, այնպես էլ պատմությամբ ու հնություններով։ Հին պատմություն, դրա մասին վկայում են, ասենք, գերեզմանոցում, գերեզմանատան այդ շիրիմի վրա դրված քարերը։ Որ թվականների հետ է կապվում գյուղի պատմությունը։ Կան հիմնականում 3 ժամանակաշրջանի, ասենք հին ժամանակաշրջանի, որոնց վրա ընդհանրապես չկան գրառումներ, տառեր, թվեր եւ այլն, եւ կա միջին ժամանակաշրջան, ասենք հիմնականում 12-13-րդ դարի ժամանակաշրջանի եւ կոնկրետ ասենք որ կան տվյալներ գյուղի հիմնադրման մասին անվան ծագման հետ կապված, դրանք 1601, 1600-1601 այն ժամանակաշրջանի, ասենք կոնկրետ եկեղեցին 1601 թվականից Սուրբ Մինաս եւ կամուրջը, որը կառուցված է գյուղի մեջին, որը ինչ որ կապ ունի նաեւ կավակի հետ, եկեղեցու հետ եւ Ավանես աղալ կոչվող հնավայրի հետ, Բերդի հետ, նույն ժամանակաշրջանի կառույցներ են, որոնք իրար հետ կապ ունեին ժամանակաշրջանում եւ ասենք հիմնական պատմական տվյալները, ասենք գալիս են այդ 1601 եւ դրան հետ կապված հաջորդ ժամանակաշրջանի։ Գյուղը կոչվում է Մայրամաձոր, որտեղից այս անվանումը։ Ասենք եկեղեցու մի քիչ ներքև կա աղբյուր ուղղակի կրում է Մարիամ անվանումը, դրա համար Մարիամաձոր նույնն։ Ասենք սովետական ժամանակաշրջանում կոչեցին Մամեդաձոր, դա ադրբեջանցիների քաղաքականության արդյունք էր։ Մամեդ, չգիտես ինչու խսկվեց այդ անունը այդտեղ, բայց իրականում ոչ մի կապ չունի այդ Մահմեդ եւ Մարիամաձոր անվանումները։ Ասում են Մարիամաձորցիներն աշխատասեր ժողովուրդ են, ուստի առավոտ կանուխ գյուղացիներից գրեթե յուրաքանչյուրին կարող ես բանջարանոցում հանդիպել։ Անձրևոտ եղանակներին գյուղի ավանդական վիճակներից է, միջև ծնկները ցեղ դառնալով պիտի հասնենք բանջարանոց։ Բարև ձեզ։ Կարելի է։ Ճիշտն ասած, ահա որ ցեղեր հազիվ հասանք ձեր բանջարանոց, ինչով եք զբաղված, կպատմեք։ Դե գյուղացի մարդ պիտի հողը մշակի, չարում կլի վեր հող ենք պահիք։ Մեծ բանջարանոց ունեք, մշակաբույսերից ինչն է ավելի լավ ստացվում այստեղ, ինչ եք սովորաբար ցանում։ Ցանել եք հատե սիսերը, հետո կարտոշկանը կցանալ, վարունգը, լորիկը, դե ես տնամերձը տվել են, բազմազավակ հայրեմ է, պիտի վեր տունը սարքին, ես հողամասի երմ կալա մշակալ, դե միջև տունը սարքելն էլ։ Որոշել եք հողամասն օգտագործել։ Տուն կուպեն հրալում, հիմա էլ հողը մշակում վեր բերին, էլի։ Երբանից եք այս հողատարածքը որպես բանջարանոց օգտագործում։ Այս տարի եմ սկսել մշակելը, ինչ ճիշտ է 3 տարի առաջ տվել են, տանը հատակագիծը գծել են, որ պիտի տունը սարքեն, ինչ ճիշտ է, էլի։ Հետո սկսել ենք մշակելը, ծառատուն կարել ենք, դե մեկ էլ հող ալի պիտի մշակեք վեր մի քիչ ամեն ինչ իրա տեղ լինի, յուղացին պիտի աշխատի, աշխատել ենք, հիմա ենա վերցնելու ենք էլի, տարեն բարի նպաստա, ենա արդեն կարտոշկին նորմալ է, դե մնացածն է մշակում ենք, խաղությունի օգտագործենք էլ երեխից համար։ Ճիշտ ասած լաստը ջուրը քաշած չի, պրոստը այն լավ հարևանների կան, որ ջուրը մի քիչ օգնում են, հա, ջուրը օգնում են, հələ որ ջուրը քաշած չի։ Իսկ հողը բերի է, արդյունք նկատելի աշխատանքի Աշխատանքի առումով արդեն նկատում է, հենա արդեն դուք ականատես եք, ինչ ցանալը հասե
երեխու պես մշակում եք։ Պիտի ամեն ինչը մշակես, որ արդյունքի հասնես, թե չէ ցալած ձեռքերով, հա։ Ինչ է պետք ձեր կարծիքով գյուղում, ինչպես նշում եք, առաջընթաց ունենալու, հաջողություն գրանցելու համար։ Ստի է, առաջընթացը, եթե գյուղը պիտի հողը մշակի, պիտի ամեն ինչից բռնի, գյուղացին պիտի հողը մշակի, անասուն պահի։ Եսիմ, եթե գյուղում աշխատում ես, պիտի այն գերանդից բռնած ամեն ինչը օգտագործես վեշ մի պակասություն չլինի։ Դե ստը մի հատ խաղաղություն է պակասում, այդ խաղաղությունն էլ այնք մուկ մեր բանակին թիկունքին կայնած, մեր երեխեքն է մծնականան քինին, ստղաս մեզ երուշտղճոնի քինիլի, ստը ծնվալıq, ստեղել են վերասմա մեր հայրենիքնա պիտի պահիք։ Դրա հետ է պիտի մուկ ասես սաղս, ասես տի ես մեր հողերը մշակիք, մի քիչ էլ վեր պետությունը հատե օգնե, վեր ամեն ինչը են վերասմա իրան տեղավ քինի, մեր հողեքն է մծանան, թողին վեշ քինին քաղաքնեն, մնան ստը վեր մեր հայրենիքը պահին։ Նման վիճակի համար է, որ գյուղացիները հաճախ գյուղի ապրուստից, գյուղից դժգոհում են։ Կես ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, որ պիտի կոշիկները ցեխից մաքեմ։ Ճիշտ է, գյուղացիները ցեխից դժգոհում են, բայց այ բանջարանոցի բերքը հավաքելու ժամանակ էլ Երանի են տալիս, որ գյուղում են ապրում, որ ունեն էկոլոգիապես մաքուր սնունդ իրենց երեխաների համար։ Ի զարմանս ինձ զբաղվածության խնդրից այստեղ չդժգոհեցին։ Մայրամաձորցիների մի մասն աշխատանքով ապահովված է Արցախէներգո ընկերությունում, մի մասը պաշտպանության բանակում, ոմանք էլ ալրաղացում։ Իսկ այստեղ սեփական արհեստանոցում գյուղատնտեսական աշխատանքներից հետո փոքր-ինչ հանգստանում իր համար մի նոր աշխարհ է բացահայտում իմ զրուցակիցը։ Մի կողմանի չեմ աշխատում, տեսնում եք այստեղ ինչ կա, նայում եմ այդ արմատներին կամ բնական ինչ կա այդ ծառերը, ուսումնասիրում եմ, տեսնում եմ ինչ կարելի է դրանից ստացած, հետո սկսում եմ վրան աշխատել։ Այ օրինակ ծառը միջև ես կտրելը, փորել հանելը, արդեն մոտորապես պատկերացրել եմ սրանից ինչ կարող է ստացվի։ Եվ հետաքրքիր ինչ կարող է ստացվել այս չորացած ծառից։ Սրանից կստացվի համակարգիչի հնարան, հեռուստացույցի հնարան, վերևներն ծակամաների տեղա ստացվելու։ Այդ մտքով ու սկսելու եմ վրան աշխատելը։ Ձեր արհեստանոցում շատ եմ նկատել այսպես չորացած ծառեր, փորված, հանված, այսինքն վերամշակման ենթակա։ Ենթադրում եմ, որ սերուն եք հենց ծառերի վրա աշխատելու, ծառերից ինչ որ տան անհրաժեշտ իրեր պատրաստելու որոշակի սերուն եք։ Գյուղացի մարդ ենք, եղել ենք տարբեր վայրերում, որ մի քիչ մոտիկ եք տենսիոներից արդեն սկսել եմ ավելի հետաքրքրել դառնալ, ինչ պատահել է հավաքել բերել եմ, ազատ ժամանակն ու սկսում եմ արդեն վրան աշխատելը։ Համ գյուղի աշխատանքն ենք անում, համ էլ ազատ այն այսպիսի օրերը, որ արդեն չորչի, անձրևոտ օրերը արդեն սկսում եք տանը աշխատելը։ Ուղղակի հաճույք է, ժամանակը անտեղի չանցնի։ Մենակ ծառեր եմ, ֆաներա եսել եմ տարբեր ֆիգուրներ կտրամ, տուփեր պատրաստում եմ, ազարթատուփեր պատրաստում, կգնանք տուն պատրաստի գործեր արդեն տանը կտեսնենք։ Մենակ ծառը չէ՞ նայած ինչ ստացա նկարում եմ վրձնովել նկարում եմ ջրաներկով մեկ-մեկ էլի սիրում աշխատել այնքան որ բանով զբաղվեմ Հետաքրքիր է երբ սկսեցիք զբաղվել փայտի մշակմամբ Ես ավարտել եմ Բաքու նկարչական ուսումնարան բայց այն ուսումնարանը ինչ որ ավարտել եմ հեչ մոտիկ չէ սրանից արդեն եթե մի մոտիկ ես նկարչությունից նկարելուց արդեն գնում է եթե ուզում ես զբաղվես արդեն գալիս ես այդպես բաների հասնում մտա եսիմ ֆաներայա եսիմ փորագրություն ամեն ինչ փորագրությամբ քիչ եմ զբաղվում այս մեկն էլ
Ծակամանի հենարան եմ ուզում պատրաստեմ։ Որտեղ պիտի տեղադրվի ծաղկամանն այստեղ։ Այստեղ արդեն եսա հաշեմ։ Մեկը այստեղ լինելու 2, այդ 3, 4, 5, 6, երեք մեկն է այստեղ ավելացնելու 7, մեկն էլ անպայման է այստեղ 8 հատ տեղան լինելու ծակամանի հենարան։ Դե որեն քիչ աշխատանք է, ուղղակի որ նայում ես արդեն տենց հազում, այստեղ արդեն հեռաստացույցի համար երևի այն չի։ Դրա համար էլ ծակամանի հենարանն է ու ոչ չէլի, տան ինչ որ մի անկյունում տեղավորում ես ված չի երևում։ Լսեցի, որ ձեր գյուղում արհեստը սիրված է, հարգված է, արհեստավորների գյուղ է, այսպես ասենք։ Դե կան։ Գնահատում են գյուղում։ Որոշ շափով հա են գնահատողը գնահատում է, բոլորը չեն իհարկե որ գնահատում են, բայց կան գնահատողներ շատ կան իհարկե։ Հարևան գյուղում մինչև Ստեփանակերտել եք տարած աշխատանքներն տևել են արդեն տեսած կան։ Գիտեմ, որ նաև դպրոցում խմբակ կա փայտագործություն, փայտի մշակում, փայտագործություն։ Իմը փայտի գեղարվեստական մշակում, ասանք տենց է կար։ Փայտի գեղարվեստական մշակում, մեկ էլ խարափորագրում, վարելով որ նկարում են հրաքանդակ։ Խարափորագրությամբ եմ զբաղվում։ Փաստորեն այս կերպ նաև սերունդներին եք փոխանցում ձեր արհեստը։ Ինչ իմանում եմ, անպայման իրենց ցույց եմ տալիս, անպայման։ Ով ոնց սովորում է, ով ինչքան։ Կան երեխաներ կան, որ աշխատան սիրում են զբաղվել։ Հետաքրքրում է մատաղ սերնդին արհեստը։ Կա երեխաներ կան, որ հետա շատ չէ, բայց կան։ Աշխատանքի ընթացքի մասնակիցը դառնում ես արհեստանոցում, արդյունքով հիանում տանը։ Սրանք վարպետի դեռ բոլոր աշխատանքները չեն։ Ռուբիկ Դադայանը գյուղի միակ արհեստավորը չէ, մատաղ սերնդի մոտ արհեստի հանդեպ հետաքրքրություն սերմանելու համար ջանք ու եռանդ չեն խնայում։ Գյուղում դպրոցահասակ երեխաների խնդիր չկա, քիչ չէ նաև արհեստով հետաքրքրվողների թիվը։ Երեխաների նախասիրությունների արձանագրած հաջողությունների մասին մեզ դպրոցում պատմեցին։ Դպրոցում սովորում են 62 աշակերտ։ Դպրոցը ունի բավականին մեծ հաջողություններ, նամանավանդ ուսման որակում, բարձր է ուսման որակը, առարկայական օլիմպիադաներում ունենք բավականին մեծ ակտիվություն, շրջանային փուլում, ինչպես նաև հանրապետական փուլում, նույնիսկ այս տարի, ինչպես նաև նախանցած տարի ունեինք եզրափակիչ փուլի մասնակից, ով հայ գրականություն եւ հայոց լեզու առարկաներից եզրափակիչ փուլին արժանացել է գովասանագրի եւ երրորդ կարգի դիպլոմի։ Այստեղ մտահոգող խնդիրներից մեկը մարզադահլիճի բացակայությունն է։ Դպրոցը զիջում է հարմարավետության առումով, բայց ոչ առաջադիմությամբ։ Տարիների ընթացքում Մարիամաձորի դպրոց ճանաչվել է որպես լավագույն դպրոց, ունեցել են նաև տարվա լավագույն աշակերտ։ Կաբինետային համակարգը գործում է դպրոցում, բայց շենքային պայմանները ոչ տիպիկ է, այսինքն այս շենքը կառուցվել է բավականին հին 60-ական թվականներին, բայց որպես ոչ դպրոց, այլ որպես գրասենյակ էր կառուցվել, հետո ինչ որ հանգամանքներով դպրոց է, դա հարմարեցվել է որպես դպրոց եւ այսօր գործում է 11 դասասենյակ ունենք, ամեն տարի վերանորոգվում է, ընթացիկ վերանորոգման աշխատանքները կատարվում են ժամանակին, բայց չունենք մարզադահլիճ, կան բավականին խնդիրներ, համակարգչային դասարանում այս տարվանից որպես դասասենյակ ենք օգտագործել, որովհետև դասասենյակների քանակը չի հերիքում։ Իսկ համակարգիչներով ապահոված է դպրոցը։ Համակարգիչները ունենք, բայց չի կարելի ասել ապահոված է, որովհետև գործում է ընդամենը 3 համակարգիչ։ Դա բավականին քիչ է մեր աշակերտների համար, քանի որ ունենք շատ հետաքրքրասեր եւ ձգտող աշխատասեր աշակերտներ։ Հետաքրքիր դպրոցը մասնագետների խնդիր ունի այսօր, թե ապահոված եք այս առումով։ Այս առումով ապահոված ենք, հիմնականում մասնագետները տեղացիներ են, բոլորը բարձրագույն կրթությամբ։ Գուցե թվա թե գյուղի բնակիչների կյանքն անհոգ է, իսկ գյուղն էլ խնդիրներ չունի, բայց ոչ։ Թեև տարիներ առաջ է գյուղը խմելու ջրով ապահովվել, այսօր կրկին ջրի խնդրի հետ են առնչվում։ Աշխատանքը մտնելու ժամանակ հենց առաջին ծրագրից եղել է, որպեսզի ջուրը
գյուղը մատակարարվի խմելու ջրով, որը իրականացվել է շատ շուտ, այդ ծրագիրը գյուղը համարյա լրիվ ջրի մատակարարումը իրագործված է։ Ջրացանցը կառուցվել է արդեն 15 տարի առաջ, ունի վերանորոգման կարիք։ Մարիամաձորը 7 բազմազավակ ընտանիք ունի, 3-ի համար տուն է կառուցվել, մյուսները սպասում են։ Բնակարանի խնդիր այստեղ շատերն ունեն առհասարակ 5 թաղամասում ապրողները։ Խաղահրապարակ, մշակույթի տուն սա Մարիամաձորի ձեռքբերումների ամբողջական շարքը չէ։ Այսօր գյուղում ունի մշակույթի տուն, որը աշխատում է, ճիշտ է, տանիքը վերանորոգել եք, բայց մշակույթի տան ներսում աշխատանքները դեռ վերանորոգման ենթակա է, բայց քանի որ կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ, երևի պետությունը ի վիճակի չի այդ կատարել։ Ունեք դպրոցը կահավորված է ներկայիս սարքերով, գյուղում կառուցվել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին հուշարձան եք կառուցել, որից հետո գյուղում ունեք մեծ հանդիսությունների տուն, այսօրվա վիճակում այստեղ գյուղի բոլոր թե ուրախություն, թե տխրություն կատարում է հանդիսությունների տանը, որտեղ տեղավորում է մինչև 300 մարդ։ Բացվել է նախադպրոցական խումբ, որտեղ ներկայանում են 12 երեխա, բայց այդ խումբը իրենց աշխատանք շարունակելու համար շենքի պայմանները լավ չեն։ Տեղավորել եք ակումբի մեկ սենյակում, չունի ճաշարան, ճաշարանը ստիպված երեխաները իրենց ճաշը ուտում են հանդիսությունների տանը, որը էլի խնդիր է, պետք է ճանապարհը անցնեն փոքր երեխաներին։ Ուզում եք, որպեսզի մոտ տարիներս համայնքային կենտրոն, որ մցրել եք գյուղի զարգացման ծրագրի մեջ եւ ցանկալի է, որ գյուղում լինի համայնքային կենտրոն, քանի որ գյուղապետարանի շենքը վերաբնակես տված է վերաբնակիչների, այստեղ արդեն աշխատանքները կատարելու համար մեծ դժվարություններ եք հասնում եւ չունենք բուժկետն էլ նույնպես կտեղավորվի այդտեղ միանգամից երկու խնդիրներ կլուծվի։ Համայնքին չունի տրանսպորտ, դիմել եք, բայց մինչև հիմա պատասխան չկա։ Տարիների ընթացքում Մարիամաձորը բազմաթիվ հաջողություններ է արձանագրել։ Հույսը մեծ է, որ այսօրվա առկա խնդիրները լուծում կստանան ոչ հեռու ապագայում։